Փոքրիկ Տիգրանին հուղարկավորեցին, բոլորը հավաքվել էին գյուղի փոքրիկ գերեզմանատանը ցավակցելու ու հասկանալու, թե ինչ կարող էր պատահած լինել, թե ինչպես կարող էր այդքան անմեղ կյանքն այսպես խամրել։ Մայրը, որի սիրտը դեռ չէր հաշտվել տեղի ունեցածի հետ, կանգնած էր, նրա շուրթերից անդադար բարձրանում էին բառերը, կարծես ինքն իրեն համոզելու համար, թե սա իրականություն չէ։ Վայ Բալա ջան, ուր ես գնում։ Արդեն ոչ ոք չէր համարձակվում միջամտել։ Շրջապատում կանգնած մարդիկ զգում էին այդ ցավի խորը ու անպաշտպան շունչը։ Բոլորի աչքերը լցված էին արցունքներով, բայց ոչ միայն մայրիկի ցավը, նաև իրենց սեփական մարդկային անզորության զգացումը։ Շրջապատում լաց էր, տխրություն։ Մարդիկ լուռ շիրիմու մոտ կանգնած էին իրենց հարգանքը և ցավակցությունը հայտնելու համար։ Մայրն անընդհատ կրկնում էր նույն բառերը, կարծես սրանք կարող էին վերադարձնել նրան, թեկուզ մի վայրկյանով կյանքին։ Այն, ինչ տեղի էր ունենում այդ պահին, անհնար է բառերով արտահայտել։ Այս հուղարկավորությունը ոչ միայն վերջին հրաժեշտն էր փոքրիկ Տիգրանին, այլև ողջ համայնքի համար մի ծանր, անջնջելի հիշողություն։ Այն դարձավ զգոնության, մարդկային պատասխանատվության ու համերաշխության դաս, որը միշտ կմնա ծափաթաղի բնակիչների մտքում։ Մայրն այնտեղ մնաց ձեռքը շիրիմին և շարունակ կրկնվող բառերով. Վայ Բալա։ Անցյալը, ներկան ու ապագան մի պահ խառնվել էին լուռ աղաղակների մեջ, որոնք խոսում էին միայն մեկ բան՝ մի փոքրիկի, ով նույնիսկ կյանքից ընդամենը 3 տարեկանում հեռացավ, բայց թողեց անհեռացող հիշողություն ու ցավ բոլորի սրտում։ Այսօր շատերին հետաքրքրում է, արդյոք Տիգրանի ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից և ինչ կտա դա։ Շատերի մտքում է դա ու բնական է։ Տրամաբանորեն և իրավական տեսանկյունից այսպիսի դեպքերի պարագայում ծնողական իրավունքներից զրկումը գրեթե անխուսափելի գործընթաց է և ահա թե ինչու։ Խոսքը մի ընտանիքի մասին է, որտեղ արդեն անվիճարկելիորեն արձանագրված է 3-ամյա երեխայի մահը և կասկածյալը հենց ծնողն է, մասնավորապես հայրը։ Այս պարագայում իրավապահները պարտավոր են նախաձեռնելու ծնողական իրավունքների հարցը, քանի որ երեխաների անվտանգությունը առաջնային է։ Եթե քննությամբ ապացուցվի մեղքը, որ հայրը 100% մեղավոր է, ապա նա կզրկվի ծնողական իրավունքներից։ Մոր վերաբերյալ հարցը կքննարկվի ըստ ի հայտ եկող հանգամանքների։ Եղել է թե չի եղել անտեսում, տեղյակ է եղել վտանգին, դիմել է թե չի դիմել օգնության, եղել է թե չի եղել ընտանիքի նկատմամբ վերահսկողության բաց թողում։ Այսինքն, եթե մայրը որևէ տեղեկություն ուներ, բայց անգործություն է ցուցաբերել կամ վտանգը տեսել է, բայց քայլ չի արել, նա նույնպես կարող է զրկվել իրավունքներից։ Իսկ եթե ապացուցվի, որ նա նույնպես զոհ է եղել և չի ունեցել հնարավորություն պաշտպանելու երեխային, ապա այլ մոտեցում կլինի։ Ինչ կտա այս ընտանիքին ծնողական իրավունքներից զրկելը։ Շատերը մտածում են, բայց արդեն ուշ չէ, երեխան չկա, ինչի է պետք, սակայն սա մի քանի կարևոր նշանակություն ունի։ Եթե ընտանիքում կան այլ երեխաներ կամ հնարավոր է հետագայում երեխաներ լինեն, իրավունքը վերածնում է ցանկացած ապագա վտանգ։ Պետությունը ստանձնում է վերահսկողություն։ Սա թույլ է տալիս պետությանը ստուգել ընտանիքի սոցիալական վիճակը, իրականացնել հոգեբանական և սոցիալական վերահսկողություն, երեխաներին ապահովել այլ հնարավոր խնամքի վայրով։ Ցույց է տալիս օրենքի դիրքորոշումը։ Դա շատ կարևոր նախադեպ է։ Պետությունը հայտարարում է. երեխայի իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է։ Այսպիսի որոշումները կանխում են մյուսների անպատժելիության զգացումը։ Ծնողական իրավունքների զրկումը նաև հանրային ազդակ է, որ ընտանիքում բռնությունը ներքին խնդիր չէ, որ անտարբերությունը հանցակցություն է, որ որևէ երեխայի ցավի նկատմամբ լռելը անպատիժ չի մնում։ Շատերը սխալվում են կարծելով, թե սա պատիժ է, իրականում սա սոցիալական անվտանգության մեխանիզմ է։ Այս որոշումը պաշտպանում է հնարավոր մյուս երեխաներին, ապահովում է սոցիալ-հոգեբանական միջամտություն ընտանիքի նկատմամբ, թույլ չի տալիս, որ հոգեբանական անկայուն բռնի վտանգավոր անհատը կրկնի ողբերգությունը։ Իսկ հիմա ամենակարևոր հարցը. կբուժի սա ցավը։ Իհարկե ոչ, ցավը չի բուժվում օրենքներով, բայց սա առաջին քայլն է դեպի այն, որ Տիգրանի պատմությունը չկրկնվի ուրիշների մանկության մեջ։ Այն երկրում, որտեղ երեխաների ճակատագրերը կախված են միայն բախտից, յուրաքանչյուր նման որոշում քայլ է դեպի քաղաքակիրթ հասարակություն։
Տիգրանը այո զոհ դարձավ, բայց պարտավոր ենք թույլ չտալ, որ նրա մահը դառնա անիմաստ։ Այսօրվա ամենակարևոր դասը մեզ համար երեխաներն անձնական տարածք չեն, այն տան պատերը պետության անանցանելի սահմանը չեն, և լեզուն մեր գործը չեն, մարդասպանություն է մեկ այլ ձևով։ Այս դեպքը ցավոք միանգամայն սովորական պատկեր է սոցիալական իրականության մեջ, երբ մարդկանց անհաղորդությունը կամ մեր գործը չէ մտայնությունը վերածվում է ողբերգություն։ Ըստ մասնագետների, նման իրավիճակներում հարևաների, ծանոթների կամ հասարակության ուշադրությունը կարող է վճռորոշ լինել, կանխելու անհաջողություններ, նույնիսկ սպանություններ կամ այլ ծանր հետևանքներ։ Ձապաթաղի դեպքը և նմանատիպ պատմությունները ցույց են տալիս, որ երբ ընտանիքում կա լուրջ խնդիր, հոգեբանական կամ սոցիալական, հարևաների աչքի առաջ ապրող իրավիճակն աննկատ մնալը կարող է ավելի աղետալի լինել։ Սովորաբար հարևանները լսում են աղմուկ, տարօրինակ շարժ, վեճ կամ լռություն, բայց որոշում են չխառնվել, մտածելով, որ դա ընտանիքի անձնական գործն է կամ որ մենք ոչինչ չենք կարող անել։ Պատկերացրեք, նման մի սցենար եղավ տարիներ առաջ, երբ աղմուկ էր հարևանի տանը, երեխաները լաց էին լինում, բայց պատերից այն կողմ բնակվողներն ընտրեցին խուսափել խառնվելուց։ Նրանք մտածում էին՝ մեր գործը չէ, տարօրինակ է, բայց թող տանտերը լուծի։ Իրականում նրանք ուշացան, քանի որ առավոտյան սարսափելի լուրը պտտվեց ողջ Հայաստանում։ Այդ չխառնվելու վարքագիծը հանգեցրեց ամբողջ ընտանիքի ողբերգությանը։ Իրական դեպքեր կան, երբ հարևաների պարզ ուշադրությունը կարող էր փրկել ամբողջ ընտանիքի կամ մի քանի երեխաների կյանք։ Օրինակ, երեխաները հայտնվում են վտանգավոր իրավիճակում, հնարավոր է եղել նախօրոք զգուշացնել, հեռախոսազանգով դիմել ոստիկանությանը կամ սոցիալական ծառայություն հաղորդմամբ, բայց քանի որ բոլորը մտածել են մենք չենք միջամտելու, հնարավոր հետևանքները չեն կանխվել։ Սա ոչ միայն փաստագրություն է, այլև սոցիալական վերլուծություն, երբ հասարակությունը սովորում է ոչ մեզնից կեցվածք ընդունել, այն հնարավորություն է տալիս վտանգավոր իրավիճակները խորանալ։ Խոսքը միայն անտարբերության մասին չէ, այլ նաև բարձրաձայնող իրավունքի ու վերահսկողության բացակայության մասին, երբ անգամ երևելի խնդիրները չեն ստանում անմիջական արձագանք։ Ձապաթաղի դեպքը ցույց տվեց, որ ողբերգությունը կարելի էր կանխել, եթե համատեղված ուշադրություն, արագ արձագանք և համայնքային աջակցության գործողություն լիներ։ Հենց այս «մեր գործը չէ» մտածողությունը թույլ է տալիս, որ ընտանիքը կորցնի ամենակարևորին՝ երեխաներին, իսկ համայնքը հավատը և վստահությունը, որ կողքին ապրող մարդկանց վրա կարելի է հույս դնել։ Այսպիսին է իրականությունը, երբ հարևանները կամ այլ քաղաքացիները վերլուծել, արձագանքել, ահազանգեր արած լինեին, մի ամբողջ ընտանիք կամ